Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 8 Շատերը սպանված ընկան, քան որ այս պատերազմն Աստծուց էր։ Առաջին Մնացորդաց 5:22 Հիսուս Քրիստոսի դրոշի ներքո մարտնչող զինվոր, կարդա եւ հիշիր այս համարը սուրբ ուրախությամբ։ Եթե պատերազմն Աստծուց է, ապա ինչպես անցյալում, այնպես էլ այժմ հաղթանակն ապահոված կլինի։ Ռուբենի, Գադի որդիները եւ Մանասեի կեսցեղը հազիվ 45,000 զինվոր հաշվեին, սակայն հագարացիների դեմ մարտում նրանք սպանեցին խավարից հազարների, քան որ Աստծուն աղաղակեցին, ով լսեց նրանց, որովհետև նրան էին ապավինել։ Աստված փրկում է ոչ թե թվով շատերին կամ քչերին, այլ միայն նրանց, ովքեր իրենց պարտքն են համարում մարտնչել իր անունով։ Նույնիսկ եթե մենք բուռ զինվորներ ենք, մեզ հետ է զորաց Տերը, ով հանդիսանում է մեր զորապետը։ Նրանք զինված էին վահաններով, սրերով եւ աղեղներով, սակայն նրանց հույսը զենքը չէր։ Իհարկե հարկավոր է օգտագործել բոլոր հասանելի միջոցները, բայց մեր վստահությունը պետք է միմիայն լինի Տիրոջ վրա, քանի որ միայն Նա է իր ժողովրդի սուրն ու վահանը։ Նրանց արտասովոր հաջողության գլխավոր պատճառն այն էր, որ այդ պատերազմն Աստծուց էր։ Սիրելիներ, պատերազմելով մեղքի դեմ դրսից եւ ներսից, մարտնչելով տարածվող կեղծ ուսմունքների, ամենուր տարածված հոգևոր բարոյազրկման, սատանայի ու նրա ծառաների դեմ, դուք վարում եք Աստծո պատերազմը։ Քանի որ նրան Աստծուն հնարավոր չէ հաղթել, դուք պարտությունից վախենալու պատճառ չունեք։ Եթե թշնամին քանակապես գերազանցում է ձեզ, մի շփոթվեք, մի խուսափեք դժվարություններից ու այն ամենից, ինչ անհնար է թվում։ Մի ցնցվեք վերքերից մահը տեսնելիս։ Հարվածներ հասցրեք հոգու երկսայրի սրով եւ տապալված թշնամիների մարմնի կույտերը կծածկեն մարտադաշտը։ Այս պատերազմը Տիրոջն է, եւ Նա թշնամիներին ձեր ձեռքը կմատնի։ Վստահ քայլով, ամուր ձեռքով, անվախ սրտով ու անմար խանդավառությամբ սկսեք մարտնչել։ Եվ չարի ուժերը ցիրուցան կլինեն, ինչպես թեփը քամու ժամանակ։ Միացեք Հիսուսին, մարտի օրը շուտ կանցնի, եւ շուտով օրն հաղթանակի ամեն սիրտ լույսով կլցնի։ Հիսուս պսակ է պատրաստում նրան, ով մնաց հավատարիմ, եւ ուզում է, որ նա արդարացված իր հետ փառքում բնակվի։